Ողջույն բոլորին եւ բարի գալուստ իմ YouTube-յան ալիք։ Այսօր միասին կտեսնենք, թե ինչպիսի ակնկալիքներ եւ հնարավորություններ կարող են ունենալ բոլոր նրանք, ովքեր ծնվել են այցի տարում 2026 թվականի ընթացքում։ Այցի տարիներն են 1931 թվականը, 1943-ը, 55-ը, 67 թվականը, 79-ը, 1991-ը, 2003-ը եւ 2015-ը։ Ինչպիսին կլինի 2026 այցի տարում ծնվածների համար։ Մենք միասին կնայենք ֆինանսները, կնայենք կարիերան, հարաբերությունները եւ իհարկե ամենակարևոր հատվածը դա առողջությունն է։ Մինչ առաջ անցնելով, ովքեր առաջին անգամ են միանում իմ YouTube-յան ալիքին, ես Արմեն Նևսեթարյան, հանդիսանում եմ չինական մետաֆիզիկա եւ թվագիտության սերտիֆիկացված մաստեր, գիտելիքները ձեռք եմ բերել Joy Up Academy-ան, որը գտնվում է Մալազիայի Կուալալումպուր քաղաքում։ Հանդիսանում եմ մենթոր, անձնային աճի մարզիչ, ինչպես նաեւ բիզնես խորհրդատու, խոսնակ եւ փորձում եմ իմ ձեռք բերած գիտելիքներով օգնել մարդկանց գրանցել հաջողություններ կյանքի բոլոր ոլորտներում։ Ամենակարևոր մասը, որին կուզեմ անդրադառնամ, դա այն է, որը չինական օրացույցին նոր տարին սկսում է փետրվարի 4-ից, այլ ոչ թե հունվարի 1-ից։ Հետևաբար, եթե դուք ծնվել եք մինչև փետրվարի 4-ը, ապա ձեր տարվա կենդանակերպը դա նախորդ տարվա կենդանակերպն է։ Իսկ եթե մի փոքր ավելի խորը խորհուրդ կտամ ձեզ կառուցել ձեր անհատական բազի քարտը, սկան արեք այս QR կոդը, որից հետո կբացվի պատուհան, որտեղ դուք կլրացնեք ձեր անհատական տվյալները։ Ծննդյան տարեթիվ, ամիս, օր, եթե ժամը, եթե գիտեք, եւ ընտրում եք սեռը, այնուհետև սխմում եք հաշվել կոճակը։ Դրանից հետո ձեզ մոտ կբացվի նման պատուհան, որի աջ կողմի սյունը ներկայացնում է տարվա սյունը ծննդյան եւ ներքևում նշված մասում դուք կգտնեք ձեր կենդանակերպը ըստ չինական օրացույցի։ Հիմա եկեք անցնենք առաջ ու հասկանանք, թե ընդհանրապես ինչպիսի տարի է սպասվում, ուրեմն բոլոր նրանց, ովքեր ծնվել են այցի տարում։ 2025 թվական այցի տարում ծնվածների համար մի փոքր դժվար տարի էր, այն իմաստով, որ տարվա մեջ աստղերը այդքան էլ լավը չէին։ Էներգիաները, որոնք բաժին էին ընկել այցի տարում ծնվածներին, այդքան էլ լավը չէին, չունեինք որևիցե դրական աստղ, դրական էներգիա, ու դրա համար տարին կարող էր մի փոքր ավելի դժվար լինել։ 2026 թվականը համենայն դեպս ստեղծում է շատ լավ էներգետիկ ֆորմացիա, ստրուկտուրա տարվա էներգիայի հետ, տարվա ձիու էներգիայի հետ, որը բերում է նոր հնարավորություններ, հատկապես նոր համագործակցություններ, եւ եթե դուք ծնվել եք այցի տարում, ապա ես ձեզ շնորհավորում եմ, որովհետեւ հենց 2026-ին ձեզ մոտ ի հայտ կգան նոր հնարավորություններ, նոր ծանոթություններ, համագործակցության հետ կապված եւ այլն։ Սրան պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել, որովհետեւ սա կարող է ձեր կյանքը փոխել 180 աստիճան։ Այն դժվարությունները, որ դուք ունեցաք 25 թվականին, 26-ը մի փոքր ավելի մեղմ կլինի ու ձեզ կբերի նոր հնարավորություններ։ 2026-ին դուք ունեք արևի էներգիայի արկայությունը ձեր դաշտում, իսկ դա իր հերթին բերում է տեսանելիության ավելացում։ Մարդիկ գալիս են դեպի ձեզ, մարդիկ ձգվում են դեպի ձեզ, մարդիկ ձեզ առաջարկություններ են անում, ստեղ ամենակարևորը նաև, որ դուք լինեք փոքր ավելի բաց առաջարկություններին եւ փորձեք կարողանալ օգտագործել դրանք, բաց նոր հնարավորություններին, բաց նոր առաջարկություններին։ Տարվա կարգախոսը հենց սա է, ու դուք պետք է մի փոքր սա օգտագործեք ի օգուտ ձեզ բնականաբար։ Ինչ վերաբերվում է ֆինանսներին, ֆինանսների հետ կապված մենք ունենք հետևյալը. ընդհանուր տարին ֆինանսական առումով համեմատած 25 թվականի մի փոքր ավելի լավը կլինի եւ ասել, որ կտրուկ փոփոխություններ կլինեն ֆինանսական առումով, ոչ, բայց կարևորը նա է, որ մենք ունենք ստեղ հստակություն տարվա ընթացքում եւ պետք է մի փոքր ծախսերը համապատասխանեցնենք մեր եկամուտներին, որովհետև ինչպես արդեն գիտեք, 2026 թվականը ինքը ֆինանսական առումով համարվում է մի փոքր ոչ բարենպաստ տարի եւ տարվա մեջ մենք չունենք ֆինանսի էներգիայի արկայություն։ Հետևաբար պետք է մի փոքր ավելի խելացի ձևով կատարել ծախսերը եւ միանշանակ անել
ծախսերի պլանավորում։ Ինչ վերաբերվում է կարիերային, այս տարի ձեր կարիերայի դաշտը համեմատաբար անփոփոխ է թվում, այստեղ մենք ունենք ստաբիլություն, հնարավոր է չլինեն կտրուկ փոփոխություններ, կտրուկ վերել կամ կտրուկ անկում, ամեն դեպքում ստաբիլությունը ավելի լավ է, քան թե կտրուկ փոփոխությունները։ Ես սրան միշտ կողմ եմ, հա, ստաբիլությունը ավելի լավ է, նամանավանդ եթե 26 թվականը ինքնին համարվում է ոչ այդքան ուրեմն կայուն տարի, այլ ավելի շատ տուրբուլենտ տարի բոլոր իմաստներով։ Ինչ վերաբերվում է 2026-ին ընդհանրապես, եթե մենք ուզում ենք կատարենք լավ պլանավորում, եթե մենք ուզում ենք հասկանանք, թե որ օրերն են մեզ համար դրական, որ օրերը բացասական, ընդհանրապես ինչպես հայտնվել ճիշտ ժամանակին ճիշտ տեղում, ես խորհուրդ կտամ, որ դուք ձեռք բերեք 2026 թվականի իմ կողմից պատրաստված չինական թոնգ-շոու օրացույցը։ Սա առաջին անգամ է, որ նման օրացույց պատրաստվում եւ տպագրվում է հայերեն լեզվով, որտեղ ես մանրամասն նկարագրել եմ, թե որ օրերը ինչպիսի նշանակություն ունեն եւ ինչպես դուք կարող եք մի քանի բանաձևերի միջոցով, որոնք ես տվել եմ այս ուրեմն օրացույցում, բացատրություններով, դուք կարող եք ինքնուրույն ընտրել ձեզ համար բարենպաստ օրերը եւ կարեւոր նախաձեռնությունները կատարեք հենց այդ օրերին։ Ինչու է սա կարևոր, որովհետև չինական մետաֆիզիկայում ամենաառաջին հերթին մենք ուշադրություն ենք դարձնում էներգիաներին, իսկ էներգիաները տարբեր օրերին տարբեր են եւ կախված նրանից թե ինչպիսին է օրվա էներգիան, տարվա էներգիան եւ ինչպես է այն հարաբերության մեջ մտնում մեր անձնային էներգիայի հետ, այ դրանից կախված օրերը յուրաքանչյուրիս համար անձնայինով դառնում են դրական կամ բացասական։ Եթե դուք ցանկանում եք ձեռք բերել այս օրացույցը, ապա շտապեք, քանակությունը քիչ է մնացել, եթե ցանկանում եք, գրեք անձնական նամակով։ Հիմա, ինչպիսին կլինեն հարաբերությունները։ Հարաբերությունները ընդհանրապես սիրային կյանքը արտացոլում է կարապի հանգիստ նրբագեղությունը, այսպես կարելի է նկարագրել, որը սահում է հանդարտ ջրերում, խաղաղ եւ հանգիստ։ Եթե դուք միայնակ եք, սիրային հեռանկարները կարող են թվալ մի փոքր անտարբեր եւ չոգեշնչող, այնուամենայնիվ չափազանց շտապելու ուրեմն կարիք չկա, քանի որ տարին ինքը մի փոքր հարաբերությունների դաշտում բերում է դանդաղություն, իրադարձությունները ավելի դանդաղ են զարգանում եւ այստեղ կարեւոր է ուշադրություն դարձնել նաեւ նրան, թե ինչքան երկարատև եք դուք պլանավորում պահել ձեր հարաբերությունները, որովհետեւ տարին ինչքան դանդաղություն է մտցնում, այնքանով նա ուրեմն դարձնում է այդ հարաբերությունները ավելի երկարաժամկետ։ Այլ կերպ ասած, այս տարի, եթե ուզում եք սկսեք նոր հարաբերություններ, թող այդ հարաբերությունները լինեն երկարաժամկետ, այլ ոչ թե կարճաժամկետ հարաբերություններ։ Ինչ վերաբերվում է առողջությանը, կարող են բախվել աննշան խանգարումների, բոլոր նրանք, ովքեր ծնվել են այծի տարում, առողջականը մի փոքր կարող է վնասվել, որովհետև այն աստղերը, որոնք ի հայտ են եկել ձեր առողջության հատվածում, իրեն կարող են առաջացնել որոշակի առողջական խնդիրներ։ Դրական փոփոխություններ եւս կլինեն արդեն տարվա երկրորդ կեսից սկսած ու այստեղ շատ կարեւոր է հետեւել ուրեմն մեր առողջությանը, հատկապես եթե ձեզ մոտ կրակի էլեմենտը ձեր բացիկ հարտում շատ է, ես խորհուրդ կտամ, որ դուք մի փոքր ակտիվություն մտցնեք ձեր կյանքում, ակտիվությունը տարբեր ձևերով կարող է լինել ֆիզիկական ակտիվության, անընդհատ շարժման մեջ գտնվեք, տեղափոխություններ, ճանապարհորդություն եւ այլն, սա բավականին կօգնի։ Բայց ամենաառաջինը հիշեք, եթե դուք ձեր քարտում ունեք շատ կրակի էլեմենտ, ապա 2026-ին ակտիվությունը, շարժունակությունը, սպորտով զբաղվելը եւ իհարկե դիետային հետևելը սրանք կարևորագույն բաներն են, որ յուրաքանչյուրս պետք է ի նկատի ունենանք։ Իսկ ինչպես անել, որպեսզի 2026-ը լինի լավագույն տարիներից մեկը եւ դուրս գալ հաղթանակած այս տուրբուլենտ իրավիճակներից, ես խորհուրդ կտամ դիմել անհատական խորհրդատվության, որտեղ անհատական խորհրդատվությունը կպատասխանի շատ հարցերի, կտա խնդիրների լուծման լավագույն տարբերակները, գործողություններ իրենց քայլերով, որոնք դուք կարող եք օգտագործել եւ տարին դարձնել ձեր լավագույն տարիներից մեկը։ Մանրամասների համար սկանավորում ենք այս QR կոդը
եւ ուրեմն ծանոթանում պայմաններին։ Եթե կլինեն հարցեր, գրում եք անձնական նամակով։